Ինչքան գումար չի վճարվել կամ չեք ստացել։ 87,000 եվրո գումար 2022 թվականին, այո, 5 տարվա 8 գիտաշխատողի աշխատանքից գոյացած գումարներ փոխանցվել է Մատենադարանին եւ մենք այդ գումարները չենք ստացել։ Այսինքն ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները դուք կատարել ավարտել եք եւ այդ վարձատրությունը 87,000 եվրոն չեք ստացել։ Այո, Այսինքն փոխանցվել է Մատենադարանին, Մատենադարանը ձեզ չի Ոչ։ Այսօր ձեզ հետ ենք ես, Գայանե Այվազյանը եւ Անուշ Սարգսյանը։ Մենք այսօր խոսելու ենք Եվրոպական միության Հորիզոն 2020 ծրագրի Սևծովյան տարածաշրջանը եւ գիտելիքի փոխանցումները նախագծի որպես մասնակիցներ համակարգող 16 թվականին 12 միջազգային ինստիտուտ 9 ուրեմն Եվրոպական միությանը ավելի խոր ասոցիացիան մակարդակ ունեցող ինստիտուտներ, մյուս 3-ը ասոցիացիան ավելի ցածր աստիճանի վրա գտնվող, այդ 3-ի մեջ մտնում ենք նաև մենք, որպես Մատենադարանի գիտաշխատողներ։ Մենք ծրագրին մասնակցել ենք 2017-21 թվականներին, հաջողությամբ կատարել ենք մեր պարտականությունները, Եվրոպական միության ֆինանսավորման մարմինը ուներ փոխանցումները, դրամական փոխանցումները կատարելու բավականին յուրատիպ մեխանիզմ, բյուրոկրատական մեխանիզմ, որի հիմքում ենթադրում եմ ընկած էր նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերը վերահսկելը, որը որ գումարները պետք է ուրեմն փոխանցվեին Եվրոպական ինստիտուտներին, համակարգող ինստիտուտին եւ համակարգող ինստիտուտը իր հերթին պիտի ուրեմն փոխանցեր այս գումարները տեղական ինստիտուտներին, բայց քանի որ մենք գտնվում էինք ասոցիացիան ցածր մակարդակի վրա եւ ինքնին այս փոխանցումները տեղի էին ունենում ուրեմն ոչ մինչեւ վերջ մի քանի տրանշերով եւ պարբերաբար, այսինքն ամեն տրանշից հետո անընդհատ Եվրոպական միությունը վերահսկում էր աշխատանքների կատարումը, այսինքն գիտաշխատողները որքանով են փաստորեն անում իրենց պարտականությունները ծրագրի շրջանակներում, որը որ գիտաժողովների կազմակերպում էր, գիտական հոդվածների նախապատրաստում, հրատարակություն, գիտական համագործակցություն, դաշտային աշխատանքներ եւ այլն եւ այլն։ Մատենադարան մեր փաստորեն գիտական հետազոտական աշխատանքների համար գումարները հասել են 2022 թվականին միայն, որի մասին մենք իմացել ենք 2024 թվականին։ 2021 թվականին մենք ստացել ենք առաջին փոխանցումը 10,000 եվրոյի չափ գումար։ Այդ ժամանակ ես Մատենադարանին տվել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պայմանագրերը, որպեսզի նրանք ունենան հիմքեր համապատասխան վերահսկող մարմիններին Հայաստանում ներկայացնելու, թե դա ինչ գումար է եւ որտեղից են դա ստացել։ Ամեն ինչ տվել եմ, բացատրել եմ, ներկայացրել եմ նախահաշիվ, որը հաստատվել է, կատարվել է այդ 10,000-ի պահով, ամեն ինչ կատարվել է եւ նրանք նաեւ իմացել են, որ կա գումար, որը պետք է մենք նորից ստանանք մեր աշխատանքները անել վերջացնելուց հետո։ Եվ ստացել են գումարը ու արդեն որոշել են, որ իրենք ունեն հիմքերը իրենց ձեռքում ամեն բան եւ չեն տեղեկացրել աշխատակիցներին։ 10,000 եվրո նշեցիք, դա աշխատակցի վարձատրություն։ Ոչ, այդ պայդրությամբ ուրեմն ընդգրկված էին աշխատանքներում 4 աշխատակից, մեկին ուսման վարձավճարը օրինակ փոխանցվել, մյուսին, այսինքն նման բաների, այդ նպատակների համար, որի համար դա ավելի ինչ որ այդ գումարները հետազոտողներին պիտի նոր հնարավորություններ, այսինքն իրենց աշխատանքները հրատարակեին, թարգմանեին կամ գուցե ինչ որ մարդկանց հետ համագործակցեին եւ խնդրեին Մատենադարանից ենթադրենք այդ գումարներից վճարումներ անել իրանց աշխատանք, դաշտային աշխատանքներ, կրթական նպատակներ։ Ինչքան գումար չի վճարվել կամ չեք ստացել։ 87,000 եվրո գումար 2022 թվականին, այո, 5 տարվա 8 գիտաշխատողի աշխատանքից գոյացած գումարներ փոխանցվել է Մատենադարանին եւ մենք այդ գումարները չենք ստացել։ Այսինքն ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները դուք կատարել ավարտել եք եւ այդ վարձատրությունը 87,000 եվրոն չեք ստացել։ Այո, այսինքն փոխանցվել է Մատենադարանին, Մատենադարանը ձեզ չի։ Ոչ։ Հենց այդ գումարի չափն է վիճարկվել դատական ատյաններում։
Ոչ թե գումարի չափն է վիճարկվել, այսինքն այդտեղից մենք նախքին փոխանցումից էլ այդտեղից էլ մենք պիտի Մատենադարանին որոշակի վճար հատկացնենք, այսինքն որոշակի գումար Մատենադարանը դա ենթադրենք մեզ սպասարկելու համար այդ գումարները տարբեր, այսինքն պիտի մենք պայմանավորվեինք որոշակի տոկոս հատկացնենք Մատենադարանին, բայց գոյություն ուներ B1 բյուջե, այսպես ասած, որը հենց բուն կրթական, հետազոտական համագործակցային ծախսերի համար էր, այդ գումարներից Մատենադարանը չէր կարող փաստորեն տիրապետել, դա գիտաշխատողներին էր, իսկ B2-ը, որը 700 եվրոյին համարժեք գումար էր, այդտեղից ոչ 100%-ով, բայց կազմակերպչական, կառավարման եւ այլ ծախսերի համար Մատենադարանը կարող էր ունենալ իր մասնաբաժինը։ Կոնկրետ ձեզ որպես ծրագրի աշխատակիցներ ինչքան չի վճարվել։ Մեզ չի վճարվել 87,000 եվրո գումար։ Գրեթե։ Այո, գրեթե 86,000 ինչ։ Այդ գումարը երբ են փոխանցել։ 2022 թվականին գումարը փոխանցվել է։ Մենք տեղեկացել ենք 2024-ին դրա մասին։ Ինչպես իմացել ով է տեղը պահել։ Մենք իմացել ենք դրա մասին Գրացի համալսարանից։ Ուղարկողից ենք իմացել։ Մատենադարանի տնօրինությունը առհասարակ դա դիտարկում է եւ դատարանում էլ այդպես ուրեմն ներկայացին, որ դրանք մի գումարներ են, որը ըստ իրենց տրված է Մատենադարանի հայեցողությանը։ Եվ նույնիսկ ինձ դատի տվեց Մատենադարանը եւ Մատենադարանի տնօրենը, որովհետեւ ես հանդես էի եկել մամուլում հրապարակմամբ այս խնդրի վերաբերյալ, այդ դատը առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում պարտվեցին իրենք, բայց դատը շատ պաթետիկ էր հայցը, որովհետեւ այնտեղ տնօրենությունը փաստորեն եւ Մատենադարանը հանդես էր գալիս որպես որ չի կարող այդպիսի բան լինել, որ Մատենադարանը չվճարի գիտաշխատողներին, իսկ արդեն երբ որ մենք դիմեցինք դատարան, պաշտպանությունը իրականացրեց լրիվ այլ մարտավարությամբ, որտեղ նրանք պահանջեցին դատարանից, որպեսզի Մատենադարանին չճանաչի կողմ, այսինքն Մատենադարանը կողմ չի այդ պայմանագրերին եւ ամեն բանի, եւ մենք գնանք մեր խնդիրները լուծենք եվրոպացիների հետ։ Դա մերժվեց այդ միջնորդությունը, նրանք պահանջեցին, որ ինձ հանեն երրորդ անձի կարգավիճակից, որովհետև որպես կոորդինատոր, ընդհանրապես այս ծրագիրը մի փոքր ընդմիջելով ասեմ, որ նաև ենթադրում էր որոշակի ինքնավարություն, որոշակի ավտոնոմիա գիտաշխատողների, որ նրանք կարողանան, ասենք թե ինստիտուտների ներսում կազմել ինչ-որ սեփական փոքր խմբեր գիտական եւ այդ խմբերով համագործակցել դրսի գիտնականների հետ, դե մենք ընկերներ ենք եղել, գոլեգաներ ենք եղել, ինչ որ իմաստով, այսինքն փոխվստահության միջավայր մթնոլորտ կար մեր մեջ եւ այդ փոխվստահությունը փաստորեն ավարտվեց Մատենադարանի դերակատարմամբ։ Եվ երրորդ միջնորդությունը վերաբերում էր նրան, որպեսզի դատարանը կիրառի վաղեմության ժամկետ, որ մենք բացենք թողել ժամկետը եւ այդ հիմքով հայցերը մերժվեն եւ դատարանը բավարարեց։ Դատարանը երբ էր դիմել առաջի հայցակետարանը։ 2024 թվականի ամռանը, հետո 2025 թվականին է դիմողներ եղել։ Հա։ Մենք այս պահին ունենք արդեն կարելի ասել դատարանի միասնական վճիռներ, կարծիք, այո, որը այլևս այս կետում մենք որոշել ենք կանգ առնել եւ ուրեմն չշարունակել։ Ձեր նպատակն ունի բարձրաձայն է։ Մենք այլևս ոչինչ չենք կարող անել, կա եւս մի տարբերակ, որ կարող ենք եւս մեկ անգամ Եվրոպական միության ինչ-որ խարդախությունների դեմ կոմիտեին դիմել եւ այլն, բայց ոնց որ մենք Հայաստանի Հանրապետության ներսում այո սպառվել են բոլոր միջոցները, որով մենք կարող ենք այս հարցին լուծում տալ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք գործընկերներով որոշեցինք միավորվել եւ բարձրացնել մեր խնդիրները։ 2019 թվականին հիմնեցինք մեր արհմիությունը, որը պատկանում է Հայաստանի պետ հիմնարկների, թիմերի աշխատողների ճյուղային արհմիությանը։
Ինչպես է արձագանքել այս խնդրին։ Մենք արձագանքել ենք օրինակ երբ որ Գանե Այվազյանին դատի տվեցին, մենք սպասեցինք այս ամենին, նաև երբ որ եղավ երկու ատյաններում արդեն որոշումը եղավ, Գանեն կարողացավ դատական ատյաններում հասնել արդարության, այսինքն Մատենադարանի եւ Մատենադարանի տնօրեն Արայք Խզմարյանի հարցը մերժվեց։ Մենք հրապարակում ազդրեցինք, որովհետեւ նախապես մի բան էր տեղ ունեցել Մատենադարանում, Մատենադարանի տնօրենի, ներկայիս տնօրենի պաշտոնավարման առաջին տարում մենք ստացանք մի շրջաբերական նամակ, ըստ որի քաղաքացի Գանե Այվազյանին Մատենադարանը եւ Մատենադարանի տնօրենը դատի են տվել Մատենադարանի բարի անունը համբավը զրպարտելու համար եւ նամակի վերջում մոտավորապես հիմա չեմ կարող ցիտել, բայց մոտավորապես նման մի բան կար, որ այսուհետ ով կփորձի նման ձևով արատավորել կամ ինչ որ Այս խնդրի մասին խոսել Կարժանանա նույն ճակատագրին մենք սա դիտարկում ենք որպես աշխատողների հանդեպ ուղղակի մնացած աշխատողներին ուղղված սպառնալիքի ձև, կարելի է այդպես ասել, եւ մենք արձագանքեցինք բնականաբար այս հարցին, երբ որ այս տարի արդեն դատական որոշումները կային, մեր արհնության հեճում մենք հրապարակում արեցինք այս թեմայով։ Ինչպես նախորդ տնօրենը, այնպես էլ ներկայիս տնօրենը նախընտրել են կառավարման միակողմանի, ես կասեի իրենց բառած ձևը, այսինքն նրանք փորձում են շրջանցել արհնությանը, աշխատողների ձայնը դրանով անտեսել, մեր բարձրացրած խնդիրներին չարձագանքել։ Հիմա մենք ընկել ենք մի իրավիճակի մեջ, որ մենք հայտնվել ենք նախկինների եւ ներկաների պայքարի մեջ։ Այսինքն միայն կարևոր են նախկիններն ու ներկաները եւ հիմա ասենք կարող եմ ասել են ասում սրանք նախկինների մարդն են կամ էսում մարդն են ինչն են մենք ոչ մեկի մարդը չենք ուղղակի մենք մտածում ենք որ մենք էլ ենք մարդ այսինքն մենք էլ ինչ որ ոչ մեկի մարդը չլինելով էլի մարդ ենք եւ մենք ինչ որ հարցեր ենք բարձրացնում մեր անմիջական գործի հետ կապված մեր աշխատանքային միջավայրի պայմանների տարբեր բաների հետ կապված եւ դրանք պետքա փորձել ինչ որ մի ձևով պիտի կարողանալ գնալ զիջումների ինչ որ զիջումների ինչ որ եթե ոչ 100% լուծումներ բայց ինչ որ լուծումներ ինչ որ չի կարելի անընդհատ այսինքն այս ձևով բան անել վերաբերվել Այս ասուլիսից հետո ակնկալում եք որ ճնշումները Մատենադարանի արմիության վրա կամ առանձին մարդկանց վրա ավելանան պատրաստ եք Հնարավոր են, չեմ կարող ասել, որովհետև նախկինում եղել են նման դեպքեր, անմիջականորեն ծրագրի հետ ծրագրի, երբ որ մենք իմացանք ծրագրի վերաբերյալ, աշխատակիցները տեղեկացան ծրագրի միջոցների Մատենադարանին փոխանցելու վերաբերյալ 2024 թվականին եղան ճնշումներ, մասնավորապես իմ հանդեպ եղան, բայց Մատենադարանի աշխատողների արհնության, դիմադրության, գործունեության, ինչ որ հակադարձությունների շնորհիվ այս ճնշումների ալիքը պակասել է, պիտի ասեմ, պիտի արձանագրեմ, չեմ բացառում, որ կարող են նոր ճնշումներ լինել, նոր ճնշումների ալիք լինել, որովհետև արհնության անդամները մշտապես այսպես ասած նշանառության տակ են եւ հիրավում են այդ իսկ պատճառով մենք շատ դեպքերում չեն բացահայտում թե ովքեր են արհնության անդամները ստված եք չբացահայտել